Բարև ձեզ հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիքսն է։ Այսօր խոսելու ենք էլեկտրոմոբիլների շուկայի մասին։ Այս շուկան բավականին դինամիկ զարգանում է վերջին տարիների ընթացքում Հայաստանում եւ մեր ավտոսիրողների մի զգալի մաս նախընտրում են իրենց ավտոմեքենաները էլեկտրոմոբիլ տարբերակը եւ այս շուկան, ինչպես մյուս շուկաները, ունեն իրենց խնդիրները եւ մենք պետք է փորձենք այդ խնդիրները բարձրաձայնել եւ գտնել լուծումներ։ Այս թեմայով խոսելու ենք Eco-Motors ընկերության ֆինանսական տնօրեն Նարեկ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Հարությունյան, նախ կցանկանայի խոսենք էլեկտրոմոբիլների շուկայի առանձնահատկությունների մասին եւ ինչով է այդ շուկան տարբերվում ավանդական, այսպես ավտոմեքենաների շուկայից։ Շատ բարի։ Նշեմ, որ շուկան Հայաստանի շուկայի մասին հիմնականում խոսեմ, սկսեց զարգանալ 2023 թվականից ակտիվորեն։ Հայաստան ներմուծվեց 2023 թվականին մոտ 6000 էլեկտրոմոբիլ։ Սկզբնական շրջանում էլեկտրոմոբիլի առանձնահատկությունը ինչն է, որ մարդիկ սկսեն օգտվել էլեկտրոմոբիլից, ոչ թե բենզին շարժիչով մեքենաներից, խնայողությունը, այսինքն ընթացիկ սպասարկումը, վառելիքի ծախսը էականորեն տարբերվում է մոտավոր հաշվարկում մեքենան, մոտավոր 3-ից 4 անգամ այն դեպքում, երբ որ լիցքավորման կայանը սեփականը չունենան մարդիկ, այլ գումարով, վճարովի տարբերակից օգտվեն։ Էական տարբերությունը դա է։ Երկրորդը համաշխարհային շուկան, եթե նայում ենք, շեշտը դրված է օդի մաքրության, այսպես ոնց որ դինամիկ աշխատում են այդ ուղղությամբ ու դրա գլխավոր ֆակտորներից մեկը մեքենաներից արտանետված վատ ազոտու գազի կրճատումն է։ Ու դրա շնորհիվ այդ նաև ազդեց հայկական շուկայի վրա։ Սկսեց 23 թվականին ակտիվ ներմուծվել, սկզբնական շրջանում մարդկանց մոտ մտավախություններ կային, քանի որ ինքը նոր պրոդուկտ էր։ Լիքը միֆեր կային էլեկտրոմոբիլների հետ կապված, ինչ որ չափով արդարացված, որտեվ գլոբալ առումով էլ ինքը պրոդուկտը նոր ստեղծված էր ու կարող էր ունենալ իր եւ դրական եւ բացասական կողմերը։ Հաղթման կարիք ուներ բնականաբար այս ընթացքում։ Մենք նույնպես 23 թվականից Eco-Motors-ը երբ որ շուկա մտավ, ներմուծումներ արեց տարբեր մոդելների ու ըստ այդ մոնիտորինգի արդեն 24-25 թվականներին արդեն ըստ դրա արդեն կարողանում ենք ֆիլտրել ու մեքենաներ ներմուծել, որոնք հայաստանյան պայմաններում ավելի լավ իրենց կարդարացնեն։ Գլխավոր ֆակտորներն ինչ է, մարդուն ինչ է հուզում, որ էլեկտրոմոբիլով երկար վարվի, մեկ լիցքավորմամբ, ապահովությունը էլեկտրոմոբիլի ու ընթացիկ ծախսերը իհարկե։ Ու շատ կարևոր էր այստեղ նաև որ շեշտը մենք դրեցինք մեքենայի սպասարկման վրա։ Այսինքն մենք որ մեքենան վաճառում ենք, չենք անում այդ գործարքը ու վերջացնենք, ասում ենք մենք տրամադրենք երաշխիքային սպասարկում ու դուք մեզնից գնելուց հետո դեռ 3-ից 5 տարի եկեք մեր մոտ հարցեր կունենանք մոտեցեք։ Շատ կարևոր հանգամանք նշեցիք, որովհետև շատ գնորդներ դրա մասին են մտածում։ Լավ, եթե ընթացքում փչանա, ինչ արեստավոր գտնեն, որ վերանորոգի, դա լուրջ իրոք հարց է, հենց կողմնորոշելու տեսանկյունից։ Այո, այստեղ 24-25 թվականների թվերը ասեմ ներմուծումների Հայաստան 24 թվականին ներմուծվեց մոտ 9500 էլեկտրոմոբիլ, իսկ 25 թվականին դեռ ամփոփ տվյալներ չկա, բայց մոտավոր 18000 մեքենա է մուտք գործել։ Ու 26-ն էլ արդեն իսկ բոլորս տեղյակ ենք 15000 մեքենայի քվոտա տրամադրվեց ՀԱՏՄ շրջանակներում, ու սա եւս խթանի, երբ որ խոսեցինք ինչն է խթանում, նաեւ այդ հարկային արտոնությունը պետության կողմից ՀԱՏՄ շրջանակներում տրամադրված, որ 15% մաքսատուրքից էլեկտրոմոբիլները ազատվում են։ Այսինքն մոտ 3 տարվա ընթացքում մոտ 5-ից 6 անգամ շուկան մեծացավ։ Ըստ էության կարող ենք ասել։ Սա անշուշտ տպավորիչ աճ է, հաշվի առնելով հայաստանյան գնողունակ շուկան եւ իր առանձնահատկությունները։ Իրենք բացի այդ մրցակցային այդ առավելություններից, այլ ինչ արտոնություններ ունեն, որը թույլ է տալիս մեր հայ վարորդին ընտրել
էկո մեքենա կամ էլեկտրական մեքենա, որն է առավելությունը։ Շատ ճիշտ մենք նշեցինք լիցքավորման, այսինքն ընթացիկ սպասարկման հետ կապված ծախսի նվազումը, որ կրճատում է վարորդի համար։ Երկրորդ ֆակտորը կա նաև պետության կողմից, այս ավելի շատ կխոսեմ բիզնեսների տրված արտոնությունների մասին, որտեղ էլեկտրական բեռնատարներն այլ որ շատ կարևոր ճյուղ է, այստեղ պետության կողմից սուբսիդավորվում է 10%-ի չափով տոկոսադրույքը, երբ որ լիզինգով ձեռք է բերում ընկերությունը, սա եւս մեծ խթան է, որ ընկերությունը իր ստանդարտ բենզինային շարժիչով, դիզելային շարժիչով մեքենան նախկին փոխարինի ու իր ամսական այն ծախսը, որ անում էր ընդամենը վառելիքի գումարի ծախսը կազմում էր օրինակի համար 200-250 հազար դրամ, ինքը այս էլեկտրական բեռնատարի դեպքում միայն այդքան վճարում է լիզինգի համար ամսական մոտավոր հաշվարկով պլյուս մինուս ու փաստացի ստացվում է 3-4 տարի հետո այդ մեքենան նոր դառնում է իր սեփականը։ Այսինքն էլեկտրական մոբիլները նաև ոչ միայն այսպես առանձին սպառողների ուշադրության կենտրոնում են, այլ նաև բիզնեսի։ Բիզնեսը բավականին ակտիվ է նաև այս դաշտում։ Իսկ այստեղ ինչ շարժ ունենք մոտավոր թվեր կա այդ մասով, օրինակ բեռնատարների եւ այլ ուղղություններով։ Թվեր կդժվարանամ նշեմ, որովհետեւ մի քիչ հայկական շուկայում, եթե ոնց որ վաճառող ընկերություն մի քիչ հրապարակային չեն դարձնում իրենց թվերը, այստեղ արդեն մի քիչ գտնել մի քիչ դժվարություններ է առաջացնում։ Բայց կարող եմ այսպեսի մի բան նշել, որ ընկերությունները ավելի դժվար են մտնում այս դաշտ, այսինքն մի քիչ շատ են ուզում օրինակ ընկերությանը 25 բեռնատար է պետք էլեկտրական, իրենք մեկը կձեռք բերեն, ինչ որ ժամանակ մոնիտորինգ կանեն, նոր կգան, շատ զգուշավոր։ Հա, շատ ու ճիշտ են անում իրականում, որովհետև այստեղ էլ ինչպես խոսեցինք մարդատար էլեկտրական մեքենաներից, այստեղ էլ ունենք դեռ հարցեր, որ արտադրողները նոր են լուծում, նորա հղկվում այդ հարցերը ու գնում առաջ։ Դրա համար շատ ճիշտ է, ինքը սահում, դանդաղ, քան մարդատարները, բայց ընկերությունները եւս գնում են դրան։ Այստեղ մարդատարների մասով կնշեմ, որ ինքը այդպեսի սուբսիդավորման ծրագրեր գրեթե չկան, ըստ երևույթի արտոնությունը այն մաքսատուրքից, որ ազատում, այսինքն ինքնարժեքը նվազեցնում է մեքենայի ու ըստ երևույթի մենք էլ վաճառքի գինը դրա ավելի ցածր ենք կարողանում սահմանել, դա է ֆիզիկական անձանց մասով, ըստ երևույթի ֆինանսական մասով, կարմիր գծերի մասով որոշակի արտոնություն կա, հա, բնապահպանական վճարները չեն վճարում, այսինքն ընթացիկ ծախսերի տեսանկյունից եթե դիտարկենք։ Ցավոք սրտի դեռևս Հայաստանում չունենք էկո ավտոմեքենաների արտադրության հնարավորություններ կամ կազմակերպություն եւ հիմնականում ներկրողներ են եւ առանձին անհատներ։ Այս մասով ինչ իրավիճակ ունենք, քանի կազմակերպություններ կան դաշտում կամ անհատներ, որոնք ակտիվ են եւ ինչ մրցակցային խնդիրներ է առաջանում։ Շատ լավ հարց տվեցիք, իրականում խնդիրներ եւս շուկայում բազմաթիվ են, առկա են մեր դաշտում ու ինչը կուզենայի նշեի խաղացողներ խոշոր այս պայդրությամբ մոտ 10-ից 15 ընկերություններ են, որոնք ինչ որ չափով կայացած են շուկայում։ Մնացած ընկերությունները փոքր ընկերություններ, տեսեք ինչից է այդպիսի մեծ մրցակցություն հիմա առաջացել, որ այսպես ասած որ ընկերություն ուզում է կարողանում է այդ ներմուծումը անել, որտեղ դաշտը շատ բաց է, բոլորն էլ կարողանում են կապնվել օրինակ Չինաստանի արտադրողների կամ դիլերների հետ, կազմակերպել մեքենաների ձեռքբերում, ներմուծում ու վաճառք։ Պաշտոնական ներկայացուցիչներ չկան այստեղ։ Կան պաշտոնական ներկայացուցիչներ, ըստ երևույթի 10-ից 15 ընկերություն, որ նշեցի, այս ընկերությունները, որոնց թվում նաև Էկոմոթորսն է, հանդիսանում են պաշտոնական ներկայացուցիչ, այսինքն հենց արտադրողից ձեռք բերում եւ այստեղ պաշտոնապես Հայաստանում ներկայացուցիչ։ Միակ ներկայացուցիչ այդ տարբերակը ունենք Հայաստանում։ Դա եւս կարևորագույն խնդիր է։ Այս բան կան 10-ից 15 ընկերություն պաշտոնական են, բայց մյուս ընկերությունները եւս կարողանում են շատ հանգիստ մեքենա ներմուծել ու նույնիսկ ինչ որ չափով գնային առումով ավելի ցածր գին առաջարկել։ Սա ըստ երևույթի տարիների մի քանի տարիներ անց որ այս հարցը եւս կկարգավորվի, որովհետեւ չի կարող այդպես ոնց որ օրինակ մնացած բենզինային շարժիչով մեքենաները բոլորիս հայտնի Հայաստանում ունեն մեկ ներկայացուցություն եւ իրենք են կարողանում պաշտոնապես ներմուծել, վաճառք անել, սպասարկել։
Այս շուկան եւս ինքնան որ այս փուլում, այս պահին գտնվում է այդպես ակտիվ զարգացման շրջանում, ինչ որ շատ սահմանափակումներ այդ մասով դրված չեն։ Այսինքն շուկան ինքն է իրեն կարգավորում։ Ֆիզիկական անձերը մեծ ներմուծման մեծ խմբականակ տոկոսային առումով ընկնում է հենց ֆիզիկական անձանց վրա, այսինքն ֆիզիկական անձանցով են ներմուծում։ Բայց այստեղ նաև մենք ունենք խնդիր, որ կազմակերպություններ կան, որոնք երբ որ իրենց հաճախորդի համար մեքենա պետք է ներմուծում են միանգամից հաճախորդի անունով։ Այսինքն դառնում է ֆիզանձի անունով ներմուծվեց, այնտեղ ինչ որ մաքսատուրքի մեջ բանել կա տարբերություն կա ընկերությունով էս ներմուծում թե ֆիզանձով, այդտեղ են շահում եւ նաեւ բնականաբար շահութարկ չի գոյանում այդ գումարից, այս խանգարող հանգամանք է։ Այսինքն երբ որ օրինակ հաճախորդը գալիս ասում է նույն մեքենան ձեր սրահում եմ տեսել, նույն մեքենան X ընկերությունը առաջարկում է ավելի էական տարբերվող գնով։ Ինչն է պատճառը։ Այդտեղ արդեն իհարկե մարդուն ներկայացվում է բնականաբար ինչն է տարբերությունը ու շատ կարևոր ֆակտոր նաև ներկայացում է սպասարկման մասը, բայց բոլորս էլ գիտենք մարդու համար առաջնայինը որ գինն է, ֆիքսվում է գինի վրա, ինչքան հնարավոր է ցածր գնով ձեռք բերի ու ձեռքբերումից հետո վատը այդ է որ ձեռքբերումից հետո նոր ոնց որ հասկանում է երբ որ մի հատ խնդիր է առաջանում ու չգիտի ում դիմի ու բավականին մեծ ծախսեր կարող է այդ մասով իրականացնել այդտեղ նոր հասկանում որ ավելի լավ էր $1000 վճարել բայց իմանա երբ հարց ունեմ զանգեմ այս ընկերություն ասեմ ինչ կա ոնց գամ լուծեք իմ մեքենայի խնդիրը գնամ առաջ շատ լավ իսկ մեր ընդհանուր այսպես ավտոմեքենայի սպասարկման ցանցը պատրաստ է էլեկտրոմոբիլներին սկսած վերանորոգում տարբեր այսպես ծառայություններ որոնք ավտոմեքենաները սպառում են տեսեք քանի որ մենք ունենք 3 տարվա փորձ շուկայում մեր սպասարկման կետը ամեն տարի ոնց որ մենք այդպես մոնիտորինգ ենք անում թե ինչ հարցերով են հաճախորդները գալիս, ինչ խնդիրներ ավելի շատ առաջանում ու հիմնական այս բային հարցերը որ առաջանում է, այդ կամ մեքենայի արտաքին վնասվածքի հետևանքները շտկելը, այսինքն դեռ որ ասենք մարտկոցների հետ կապված լուրջ խնդիրների առաջ են կանգնում ֆիզիկական վնաս է կրում մեքենան նոր գա խնդիրները լուծենք։ Այստեղ շատ կարևոր է որ մենք ինչի վրա ենք ոնց որ ապագայի վրա շեշտադրում ենք արել որ ներմուծել ենք էլեկտրական մեքենաների պայստամասեր, որ ոնց որ ունենանք մենք, երբ որ իհարկե մոտ ապագայում է դրա պահանջարկը մեծանալու, երբ որ արդեն հաճախորդները կունենան դրա անհրաժեշտություն, մենք այդ մասով էլ միանգամից գան մեր սերվիս, սպասարկվեն ու նաև պայստամասեր կարողանան մեր մոտից միանգամից ձեռք բերել, այլ մի քանի կետով չլինի իրենց սպասարկումը, էլի։ Իսկ մոտավորապես այդ մարտկոցների շահագործման ժամկետը որքան է։ Տեսեք, ըստ նախնական տվյալների մարտկոցների համար դիտարկվում է, որ 7-ից 8 տարի պլյուս մինուս իրենք հանգիստ կարող են շահագործվել։ Բայց այս էլ գալիս ենք այն թեմային, որ մենք 3 տարի է ինչ Հայաստանում մարդիկ օգտագործում են էլեկտրական մեքենաներ, դեռ այդ հարցին չի հասել դրան, որ պրակտիկ մենք հասկանանք, հա մենք տեսական, այսպես ասած, գիտելիքը ունենք, թե ինչ կարող է լինել, ոնց ենք այդ հարցը լուծելու, բայց մինչև գործնականում դրա անհրաժեշտությունը չառաջանա, մենք արտադրողի հետ սպասարկման մասով մարտկոցների այդ հարցերը չքննարկենք ու լուծումները չտանք, ոնց որ այս բան դեռ տենց հստակ որ պատասխանենք այդ հարցը կարգավորված է, ոչ, ոնց որ ժամանակը կգա, եւ մենք էլ ուզում ենք փորձի իման վրա, պրակտիկ անենք այդ աշխատանքները, իհարկե պատրաստ ենք այդ անելու, կանենք ու արդեն մարդկանց արդեն այդ մասով էլ օրինակ մի քանի տարի հետո կարող ենք մարտկոցի մասով հստակություններ ավելի շատ մարդկանց տրամադրել, որ օրինակի համար դուք օգտագործել եք մեքենան 6-ից 7 տարի, որից հետո անհրաժեշտություն կլինի X ծախսով մարտկոցը փոխարինելու կամ ինչ որ փոփոխություններ անելու։ Այս շուկան այլ ինչ խնդիրներ ունի կազմակերպական, հարկային, տնտեսական, որոնք ըստ ձեզ խոչընդոտում են զարգացումը։ Հարկային մասով խոչընդոտներ ըստ երևույթի չեմ նկատել, չունենք, չենք դիտարկում, ավելի շատ արտոնություններ են տրամադրված, որի մասին քիչ առաջ խոսեցինք։ Պետությունը ինչքան հնարավոր է խթանում է այս էլեկտրական մեքենաների վաճառքը ու խոչընդոտներ
չի առաջացնում։ Հիմա իմ մոտ էլ տենց տպավորություն չկա, որ ինչ-որ խնդրի առաջ են կանգնում։ Ավելի շատ, քանի որ արտոնություն է տրված էլեկտրական մեքենաների վաճառքին, այսպես ասած, շուկան պետությունը ուզում է, որ ներողություն, շուկայում զարգանա այս պրոդուկտի վաճառքը, շատ խաղացողներ են լցվում շուկա ու տարբեր մեխանիզմներով ներմուծում իրականացնում, վաճառքանում ու սա է բացասական ազդում, անհավասար պայմաններ է ստեղծվում, երբ որ այսպես ասած ազդեցություն չկա ինչ որ լծակներ պետական եւ այլն այս շուկայի վրա, հավասար մրցակցություն չի ստեղծվում։ Այն հարցը, որ մենք խոսեցինք, օրինակ, նույն մեքենան տարբեր սալոններում վաճառվում է տարբեր գներով ու ոնց է գինը գոյանում, ոնց են կարողանում էական տարբեր ցածր գնով վաճառել, այստեղ մենք ունենում ենք խնդիրներ։ Իսկ ֆինանսաբանկային համակարգը ինչ տրամադրվածություն ունի ֆինանսավորելու, վարկավորելու այս բիզնեսը, ինչ-որ նախապայմաններ ունի։ Չի տարբերվում, եթե բիզնեսի ֆինանսավորումից խոսենք, այսինքն մենք, որ զբաղվում ենք այդ բիզնեսով, ֆինանսավորման մասով, սկզբնական շրջանում զգուշորեն էր կատարում ֆինանսավորումները։ Այսինքն մի հատ բանկային համակարգն ուզում էր հասկանալ, դեռ ոնց է շուկան գնալու առաջ, զարգացող է, թե չէ, այս որպեսզի իր ներդրումը ֆինանսական մասով կատարեր, բայց այս պահին կարող եմ խոսել, որ հստակ արդեն բանկային համակարգի համար էլ ինչ որ որոշակիություններ կան ու ֆինանսավորումները ավելի ակտիվ են, քան եթե համեմատեմ նախորդ տարիներին։ Իսկ անհատների, որոնք գնում են, անհատներին եւս ինքը 2-3 տարում զարգացում ապրեց, որովհետեւ եթե առաջ օրինակի համար 10 հաճախորդից 8 բենզինային շարժիչով մեքենայի ձեռքբերման համար կդիմեր բանկ ֆինանսավորելու համար, 2-ը նոր էլեկտրական մեքենայի, հիմա պատկերը փոխված է 10-ից հնարավոր 4-5-ը մինչև կիսվել է, էլի 50-50, այսինքն նաև էլեկտրական տոկոսային նույն տոկոսներն է առաջարկում, թե տարբեր է տոկոսները։ Տոկոսայինները նույնն է առաջարկում, գրեթե շատ էական տարբերություն չկա, այսինքն վստահությունը բանկի կողմից նաև անհատների մասով ապահովված է, որ էլեկտրական մեքենաները նույնպես կարող են նույն տոկոսադրույքով ֆինանսավորել, որ ասեմ էական տարբերություն է դրվում էլեկտրական եւ բենզինային շարժիչով մեքենայի ֆինանսավորման դեպքում չէ, գրեթե նույնն է, բայց կարող եմ ասել, եթե վաղ շրջանում ավելի զգուշավոր էր դա, հիմա ավելի ակտիվ են բանկերը, մրցակցային տարբերակներ են առաջարկում հաճախորդներին եւ այլն, որպեսզի իրենց մոտ էլ այդ պորտֆելի աճը տեսնում են, որ առողջ պորտֆել է ինքը, որովհետեւ էլեկտրական մեքենաները միջին գնայինից որ խոսենք, նորմալ ոնց որ շուկայում ձեռք է բերում $30,000 պլյուս մինուս օրինակ գնային սեգմենտ կա մեքենայի վաճառքի։ Ունեցած տեղեկատվությամբ նաև որոշ չինական այսպես ֆոնդեր ֆինանսավորում են, աջակցում են նաև լիզինգային եղանակով ձեռքբերումները Հայաստանում, այսինքն իրենք եթե դու ձեռք ես բերում չինական մեքենա, իրանք տոկոսադրույք օրինակ սուբսիդավորեն, այդպիսի մեխանիզմներ կան բավականին ակտիվ, մի քանի բան կիրառում են։ Ես այդպիսի մեխանիզմի ծանոթ եմ այն ընկերությունների, այն բրենդի դեպքում, որը շուկայում արդեն բավականին երկար է Հայաստանի շուկայում, այո, այսինքն մենք էլ ունենք պաշտոնական ներկայացուցիչ ենք ինչ որ բրենդի, երբ որ չինական ընկերությունների հետ աշխատենք երկարաժամկետ ու իրենք տեսնեն աճը, ոնց է մեր շուկայում ակտիվանում ու իրենց մոդելը ներկայացվում է Հայաստանում ըստ իրենց պահանջների, իրենց մասով էլ մենք էլ կարող ենք ունենալ այդ ֆոնդերը, որ ֆինանսավորվի հաճախորդի ձեռքբերումը եւ տոկոսադրույքը, այսպես ասած, ավելի նվազ լինի։ Այսինքն ստեյցիան մենք նաև դրսից որոշակի աջակցություն ունենք, խրախուսում ունենք, սա է ուզում ընդգծել։ Պարոն Հարությունյան, այս ոլորտի զարգացումը ինչպես եք տեսնում 5-10 տարի հետո, հաշվի առնելով նաև ձեր ընկերության արդեն կուտակած փորձը։ Շատ լավ, զարգացումը տեսնում եմ սպասարկման ոլորտի վրա շեշտը դնելով։ Մարդկանց համար եթե երկարաժամկետ ենք դիտարկում, շատ կարևոր է ընկերություններին եւս խորհուրդ կտամ, որ շեշտադրում անեն սպասարկման վրա եւ հաճախորդների խնդիրները լուծեն
վաճառքից հետո, որովհետև ոչ մի հաճախորդ խորհուրդ չի տա ձեռք բերել մեքենա այն ընկերությունից, որտեղ ինքը գնումից հետո չի ստացել համապատասխան սպասարկում։ Իսկ մեքենաները նոր այս էլեկտրոմոբիլները իհարկե ունենում են իրենց մեջ հարցեր։ Դա չեմ ասում գործարանային խնդիրների մասին չի խոսքը, այլ հարցեր, որոնք մարդիկ պետքա պատասխան ստանան ու գնան առաջ, կարողանան ռեալ իրենց էլեկտրոմոբիլները շահագործել, օգտվել առավելություններից, որովհետև բավականին շատ են իրենք հարմարավետության տեսանկյունից, smart մեքենաներ ոնց որ էլի իրենք լինեն, որ պետքա մարդուն օգնես, որ ինքը կարողանա լիարժեք օգտագործել։ Սերվիզի վրա շեշտադրումները պետք է անեն ընկերությունները, ինչպես նաև նշեցի պահեստամասերի մասով, որպեսզի հաճախորդները չունենան մոտ ապագայում խնդիրներ, երբ որ մեքենայի ինչ-որ մաս բնականաբար տարիներ հետո խնդիրները առաջանալ փոփոխման ենթակա լինի, պետք է իմանա, որ դիմի իր կազմակերպությանը, այնտեղ կարող են ապահովել այդ հարցը լուծել։ Իսկ մասնագետների մասով դուք ինչպես եք այդ խնդիրը լուծում։ Մեր մոտ մասնագետների սպասարկման ոլորտում մասնագետները վերապատրաստվում են Չինաստանում կամ չինական մեր գործընկերներից այցեր են իրականացում մեր մոտ տեղում սովորացնելու, փորձով փոխանակվելու, չեմ ասի, որ շատ գոհ եմ այս process-ից, բայց այստեղ եւս զարգացման միտում կա ու գնալով ավելի պետք է ակտիվացնենք դասընթացները հենց Չինաստանում մասնագետների գնալու միջոցով, թե այնտեղի գործընկերներին այստեղ հրավիրելով։ Կրթական հաստատությունները ինչ որ ձևով արձագանքում են շուկայում, իրանք փորձում են պատրաստել այս կամ այն ուղղությամբ։ Դեռ ոչ, եթե ասեմ, որ հստակ տենց ազդակներ մենք ստանում ենք, որ դուք պահանջարկ տվել եք, օրինակ եղել է տարբեր հանդիպումների ժամանակ քննարկեք նաև այդ հարցը, օրինակ քոլեջներում պատրաստեք էլեկտրոմոբիլի մասնագետներ կամ այլ ուղղությունները, միգուցե սա եւս զարգացման ձեր հեռանկարը պետք է դիտարկվի։ Քննարկումների շրջանակներում ունեցել ենք տեսլական, որ այո, մեր մասնագետներին ունենք անհրաժեշտություն, որ մեր մասնագետները գիտելիքով զինված լինեն ու այո, մեր մոտ գան արդեն տեսական բազա ունենալով։ Հստակ քայլեր, որ արդեն սկսենք համագործակցել քոլեջների կամ բուհերի հետ, դեռ չունենք, որովհետև շուկան էլ դեռ իմ կարծիքով պատրաստ չի դրան, բայց գնում է դրան, այսինքն ապագա զարգացումը շատ ճիշտ է, որ պետք է հիմնվենք նաև գիտելիքով զինված մասնագետների վրա, որոնք կունենան տեսական բազա, գործնական փորձը կապահովենք մեր մոտ ու իրենք արդեն պատրաստի մասնագետներ։ Ձեր ռիսկի մի մասը, ծախսերի մի մասը իր վրա կվերցնի այս համակարգի միջոցով, քանի որ մեզ հետևում են նաև պետական տարբեր այրեր, պետք է նայենք մենք շուկան 4-5 տարվա կտրվածքով, 4-5 տարի հետո բավական լուրջ պահանջարկ ենք ունենալու մասնագետների, բայց պատրաստող բուհ, պատրաստող քոլեջ այս պահին փաստացի չունենք, այս մասով։ Եվ սա կարծում նաև մասնավորին էլ է հետաքրքիր, մասնավոր այդ պատվերը պետք է դնի պետության առջև։ Հարգելի պետություն, խնդրում ենք մեզ հաջորդ 3-4 տարի հետո այդ կադրերը պատրաստեք մեզ համար։ Իսկ պետություն մասնավոր համագործակցության ինչպիսի հաջողված օրինակ ունեք, եթե ուշադրություն դարձնենք, որ վերջին շրջանում նույնիսկ պետությունը կամ պետական գնումների շրջանակում կարևորվում է էկո ավտոմեքենաների ձեռքբերումը, այստեղ ինչ ազդակներ ունեք։ Այստեղ պետական ընկերություններ կան, որոնք մինչև այս այո հայտարարել են մրցույթներ իրենց ավտոպարկերի փոփոխման համար ու այո շատ դեպքերում տեսնում ենք, որ շեշտը դնում են էլեկտրական մեքենաների ձեռքբերման վրա ու մենք եւս բազմաթիվ անցյալ տարի, այս տարի եւս 24 եւ 25 թվականներին մասնակցել ենք մրցույթներին ու բավական մեծ քանակով մեքենաներ, էլեկտրական մեքենաներ վաճառել ենք մրցույթի շրջանակներում պետական հիմնարկներին։ Այստեղ եւս կարող եմ ասել, որ այո, իրենք այս քայլով եւս պետական հիմնարկները ցանկանում են խթանել էլեկտրական մեքենաների վաճառքը ու իրենց փորձով էլ ցույց տան, որ այլ ընկերությունների մասնավոր սեկտորի, որ տեսեք, մենք եւս ձեռք ենք բերում էլեկտրոմոբիլներ մեր պարկերի, ավտոպարկերի փոփոխման համար։ Սա քննարկումների արդյունքում էլ, երբ որ տեսնում եմ մասնավոր հատվածը
խոշոր ընկերություններ, որ պետք է ձեռք բերեն 10, 20, 30 հատ մեքենա, իրենք տեսնելով, որ օրինակի համար պետական մեկ մարմին ձեռք է բերել մեծ խմբականակով, իրենց մոտ վստահություն է առաջանում, որ կարող են իրենք եւս գնալ այդ քայլին։ Վերջաբանում կցանկանայի ձեր խորհուրդը լսել այն մարդկանց համար, որոնք ուզում են, օրինակ ցանկանում են էկո ավտոմեքենա ձեռք բերել, ինչին պետք է ուշադրություն դարձնել իրենք։ Շատ լավ։ Կուզենայի, որ բոլոր հաճախորդները ուշադրություն դարձնեն ընկերությունների կողմից տրամադրվող վաճառվող մեքենայի հետերաշխիքային սպասարկման վրա։ Շատ կարևոր ֆակտոր է։ Կասեն, բոլորն է ասում են նոր մեքենա է, ձեռք բերեմ, խնդիրներ չի առաջանում, ոչ, կխնդրեմ, այո, լուրջ խնդիրներ չի առաջանում, բայց ձեր հետագա սպասարկման եւ հարցերի լուծման կետը գտեք հենց սկզբնական փուլում, երբ որ գնումը իրականացնելու եք ընկերություններից։ Մենք երբ որ անցյալ տարի մինչև 700 մեքենա վաճառեցինք, մենք այսքան մարդու ոնց որ ասել ենք, որ մենք վաճառում ենք ձեզ հետագայում սպասարկումը ապահովելով, հիմա ապահովում ենք։ Թող նաև մարդիկ խորհուրդ կտան, որ այն մարդիկ, որոնք արդեն ձեռք են բերել, խորհուրդ հարցնեն, բնական է, նորմալ է, խորհուրդ հարցնեն, թե եթե ձեռք եք բերել ինչ առավելություններ ու թերություններ կան ընկերություններում ու ինչի վրա։ Այո, մենք եւս ոնց որ պլանավորում ենք այս տարիների ընթացքում 1300-ից ավել հաճախորդներ մենք ունենք, գնորդներ, այսպես փոքր ակումբ կազմենք, որտեղ մարդիկ իրենց փորձով կկիսվեն ու նոր հաճախորդները իհարկե կարողանան այդ ակումբին անդամակցելով, խորհուրդներ իմանալով ճիշտ գնում իրականացնել։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Հարությունյան։ Հարգելի հետևորդներ, այսօրվա մեր թեման կարծում եմ բավականին արդի թեմա է։ Մեզանից շատերի առջև կանգնած է այդ խնդիրը գնել ավանդական հին մեքենաները, թե նոր էկո մեքենաները, եւ այս հաղորդման ընթացքում կարծում եմ դուք հնարավորություն ունեցաք ծանոթանալու էկո ավտոմեքենաների հնարավորությունների, խնդիրների, զարգացման հեռանկարի մասին։ Այո, պետք է շուկային բավականին հետևել, հաշվի առնելով նոր իրողությունները եւ նաեւ հայաստանյան առանձնահատկությունները անշուշտ։